Տիկին Թանդիլյան հրապարակվեց արցախցիների 12 կետից բաղկացած պահանջը, հիմա էլ արտգործնախարարության շենքի դիմաց են։ Ձեր կարծիքով սպասելիքները մի կառույցից ինչպիսին են, երբ որ նույն այդ իշխանությունը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմ, ասում է խաղաղության օրակարգում գերիների վերադարձի հարց չկա, վերջերս էլ արտգործնախարարությունը շատ ուղիղ հայտարարեց, որ արցախցիների հարցը ընդհանուր առմամբ հայաստանյան իշխանությունների օրակարգում չի։ Ակնհայտ է, որ այս իշխանությունները փակելու են արցախցիների եւ Արցախի հարցը ինչքան որ կարող են, չհասկանալով, որ հարցը այստեղ ամենևին արցախցիները ու Արցախը չէ, հարցը այստեղ այդ գործիքով փակելն է նաեւ Հայաստանի Հանրապետության լիարժեք անվտանգության հարցը, որովհետեւ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Ալիևյան ռեժիմում, ինչպես է խոսում Ալիևը իրենց արտգործնախարարության դիրքորոշումը, եւ այս ցույցը ուղղակի ես կուզեմ, որ անպայման միշտ սովորաբար տեղի ունենան այս ընթացքում, ինչու, որովհետեւ նշանակում է չլռել եւ ցույց տալ այս իշխանություններին, որ իրենց օրակարգը մոռացության մատնելու չի աշխատելու եւ ոչ միայն արցախցիներն են իրավունքներից խոսում, այլև ամբողջ հայ ժողովուրդը պիտի խոսի այս իրավունքի մասին, որովհետեւ սա Հայաստանի Հանրապետության կրկնում եմ անվտանգության հնարավորության պատուհանն է, որ իրենք փակում են, որովհետեւ այս հարցը փակելով իրենք ուղղակի մեծ յուրաքանչյուր քաղաքացիներից դարձնում են անպաշտպան։ Տեսեք նույն Բաքվի բանտերի դատավարությունից խոսեցիք, ակնհայտ է, չէ, որ այնտեղ դատավարություն է մղվում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, որ մի անգամ հատել է սահմանը եւ գնացել Արցախ։ Այդ մարդկանց հանդեպ այսօր դատ է իրականացվում։ Հայաստանի իշխանությունները դա լռելով եւ մոռացության մատնելով ու լռելով այդ մասին, ուղղակի վտանգում են բոլորիս կյանքը եւ Հայաստանի Հանրապետություն։ Նրանք խոսում են խաղաղության պայմանագրից, երբ որ ադրբեջանցիները գտնվում են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում։ Այդ հարցը չեն բարձրացնում, սա ինչ են շարունակում, որ համաձայն են հաշտ են այդ իրավիճակի հետ, թե որ խաղաղությունից կնքում նրա հետ ու արդեն լուծված են որոշ հարցեր, առնվազն այդպիսին, որը բացահայտ է։ Նրանք, որ գտնվում են մեր տարածքում, գերիների վերադարձի հարցը, քո քաղաքացին գտնվում է Բաքվի բանտում, ում հետ է խաղաղություն կնքում, եթե այնտեղ հայորդիներ կան։ Եվ այս հարցերը նրանք չբարձրացնելով հնարավորություն են տալիս Ադրբեջանին բարձրացնել այլ հարցեր։ Սահմանադրության հարցը, Մինսկի խումբը, 300,000 ադրբեջանցիների վերադարձը, երբ որ նրանք չեն խոսում Արցախցու վերադարձի մասին, նա հանգիստ խոսում է այդ մասին եւ պիտի ասի դուք այլ խնդիր չունեք, ձեր խնդիրները ինչ որ կա խաղաղության պայմանագրով լուծվում է, իմը չի լուծվում, ես ունեմ եւս այլ խնդիր։ Ճիշտ եք համարում, այնուամենայնիվ բանակցողի փոփոխություն, այսինքն իշխանափոխության հարց բարձրացնել արցախցիների կողմից։ Երբեք չի կարող պարտված առաջնորդը բանակցել խաղաղության համար առանց ավելի խորքային զիջումների։ Դա ուղղակի աքսիոմ է եւ սա չհասկանալ ու չտեսնել ուղղակի ամոթալի է մեզ համար, պատկերացնել, որ կարող էին իրենք առհասարակ բանակցել որևէ բան, մինչ այդ էլ չէին կարող։ Նրան արդեն ծաղրում են նրա Արցախը, Հայաստանը եւ վերջ անհեռատես հայտարարությունը, որ Հայաստանի ոչ մի առաջնորդ չի արել, հասկանալով դրա հետևանքները, բայց այս մարդիկ այնքան կարճատես են, այնքան պարզունակ ու անտեղյակ իրավիճակից, որ կարող են վտանգել առանց մտածելու իրենց խոսքերի հետևանքների մասին եւ դա անում են ամեն օր, նաեւ այսօր։ Հետեւաբար ոչ միայն պետք է եւ անհրաժեշտ է բանակցողի փոփոխություն, արժանապատիվ պայքարողով փոխարինելու, որովհետեւ կրկնում եմ, այդ հարցերը բարձրաձայնել նշանակում է պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը ապագայում, այսօրվա մասին էլ չեմ խոսում։ Եվ անընդհատ զիջումները բերելու են նոր զիջումների, դա բանաձև է, բայց դու հասարակ հարցեր ունես, որոնք հասկանալի են ամբողջ աշխարհին, օրինակ գերիների վերադարձը, որևէ երկիր թույլ չի տա իր քաղաքացին գտնվի որևէ տեղ բանտում եւ նա խաղաղություն կնքի այդ պետության հետ։ Դա անհնարին բան է եւ չանել տարական գործողություններ պաշտպանելու համար Հայաստանի Հանրապետությունը, սա ուղղակի պիտի մտածենք որտեղից են այս մարդիկ եւ ինչ են ուզում այս երկրի հետ։